Կա մի քաղաք, որտեղ մարդիկ ընդհանրապես չեն շտապում ժամերով վայելում են սուրճը, բայց միևնույն ժամանակ այն համարվում է աշխարհի ամենահարմարավետ քաղաքներից մեկը ապրելու համար։ Գուշակեցիք, թե որ քաղաքն է։ Գրեք մեկնաբանություններում, ինչպես նաև բաժանորդագրվեք ալիքին։ Այն մարդիկ, ովքեր մեզ նոր են միացել, ուզում եմ հիշեցնել, որ ես Լիանան եմ, ձեր հավատարիմ ճամփորդական ուղեկիցը, եւ միասին գնում ենք վայելենք եւ բացահայտենք Վիեննան։ Մենք ձեզ համար ունենք հաճելի անակնկալ, ով կգրի ամենահետաքրքիր մեկնաբանությունը եւ կստանա ամենաշատ հավանումները, մեր կողմից կստանա վիզայի աջակցությունը նվեր։ Իդեպ հաղթողի անունը մենք կնշենք մեր հաջորդ վլոգի ընթացքում։ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան գտնվում է Դանուբ գետի ափին եւ համարվում է Եվրոպայի մշակութային կենտրոններից մեկը։ Դե ինչ, ես ձեզ կներկայացնեմ 5 հետաքրքիր փաստեր Վիեննայի մասին։ Առաջինը՝ մի քանի տարի շարունակ Վիեննան համարվել է ամենահարմարավետ քաղաքներից մեկը ապրելու համար։ Երկրորդ հետաքրքիր փաստը, որ Վիեննայում հրատարակվել է աշխարհի ամենահին գործող թերթերից մեկը՝ Wiener Zeitung-ը, որը գոյություն ունի ավելի քան 300 տարի։ Երրորդ հետաքրքիր փաստը, որ Վիեննայում ընդհանրապես կարիք չկա շշլցված ջուր գնելու։ Դու այստեղ կարող ես հանգիստ ջուր խմել ծորակից, քանի որ այն գալիս է անմիջապես Ալպյան լեռների մաքուր աղբյուրներից։ Չորրորդ հետաքրքիր փաստը, որ կրուասանը, որը մենք բոլորը շատ ենք սիրում, առաջի անգամ պատրաստվել է Վիեննայում։ Ասում են, այն ստեղծվել է թուրքերի դեմ տարած հաղթանակից հետո եւ հատուկ հիշեցնում է կիսալուսինը։ Եվ վերջի հետաքրքիր փաստը, որ Վիեննայում է իրականացվում աշխարհի ամենաշքեղ միջոցառումներից մեկը՝ Վիեննական բալը, իսկ նրա տոմսերը հասնում են մինչև 20,000 եվրոյի։ Եթե դու արդեն Վիեննայում ես, ես առանձնացրել եմ 5 հետաքրքիր վայրեր, որոնք պարտադիր են այցելության համար։ Առաջինը՝ Schönbrunn պալատը։ Սա այն վայրն է, որտեղ դու բառացիորեն մտնում ես կայսերական կյանք, հսկայական այգիներ, շքեղ սրահներ ու մի մթնոլորտ, որը քեզ տեղափոխում է մի քանի դար հետ։ Երկրորդ հետաքրքիր վայրը Սուրբ Ստեփանոսի տաճարն է։ Սա Վիեննայի սիրտն է։ Եթե ուզում ես գալ քաղաքի իրական շունչը, սկսիր հենց այստեղից։ Եթե բարձրանաս վերև, քեզ սպասվում է Վիեննան ամբողջությամբ, ոտքերիդ տակ։ Երրորդ հետաքրքիր վայրը Վիեննայի օպերային թատրոնն է։ Սա պարզապես շենք չէ, սա Վիեննայի մշակույթի սիրտն է։ Նույնիսկ եթե երբեք օպերա չես լսել, այստեղ մթնոլորտը քեզ կստիպի կանգնել ու զգալ պահը։ Չորրորդը՝ Հոֆբուրգ պալատը։ Սա մի ամբողջ քաղաք է քաղաքի մեջ։ Այստեղ ամեն քայլափոխի զգում ես, թե ինչպես է պատմությունը բառացիորեն շրջապատում քեզ։ Եվ իհարկե վերջինը Բելվեդեր պալատը։ Սա այն վայրն է, որտեղ գեղեցիկ բնությունը, ճարտարապետությունը ու արվեստը միանում է մեկ ամբողջության մեջ։ Այստեղ կարող ես տեսնել ոչ միայն պալատ, այլ իրական արվեստի աշխարհ։ Իհարկե, Վիեննան հնարավոր չէ պատկերացնել առանց սրճարանների։ Այստեղ սուրճ խմելը ուղղակի մշակույթ չէ, այլ արվեստի մի մաս։ Առաջի ամենահայտնի սրճարանը դե իհարկե Կաֆե Ցենտրալն է։ Սա ոչ թե պարզապես սրճարան է, այլ պատմություն։ Այստեղ ժամանակի նստել են Մոցարտը, Ֆրոյդը, Տրոցկին եւ այսօր էլ նույն մթնոլորտը պահպանվել է։ Երկրորդը Կաֆե Զախերն է։ Եթե Վիեննայում ես ու չես փորձել նրանց հայտնի շոկոլադե տորթը, կարելի է ասել կեսը բաց ես թողել։ Եվ երրորդը Կաֆե Դեմելն է։ Սա ավելի նուրբ, ավելի էլեգանտ վայր է, որտեղ ամեն ինչ կարծես արվեստի գործ լինի։ Իսկ հիմա արի հասկանանք, թե ինչպես հասնել Վիեննա։ Վիեննա թռնող ավիաընկերություններն են Ավստրիականը եւ Flyone-ը։ Թռիչքի տևողությունը 3 ժամ 50 րոպե է, իսկ վիզա կարող է ստանալ VFS վիզաների կենտրոնի միջոցով։ Իհարկե մեր շնորհիվ։ Ասում են, երբ Մոցարտը ապրում էր այստեղ, նրան շատ հաճախ չէին գնահատում ժամանակակիցները, իսկ հիմա նրա անունի շնորհիվ Վիեննան դարձել է աշխարհի ամենահայտնի մշակութային կենտրոններից մեկը։ Վիեննան հենց այն քաղաքն է, որտեղ նույնիսկ ժամանակը չի կարողանում վերացնել արժեքները։ Դե ինչ, բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի միասին բացահայտենք աշխարհի հետաքրքիր վայրերը։ Իսկ մեկնաբանություններում գրեք, թե որն է ձեր սիրած վայրը Վիեննայում։ Չենք մոռանում նաև մրցույթի մասին, որի արդյունքները կամփոփենք հաջորդ վլոգի ընթացքում։ Դե վերջում էլ իհարկե ես ձեզ պետք է հիշեցնեմ, որ այն գումարը, որը դու ծախսում ես քո ճանապարհորդությունների ընթացքում, հարստացնում է հենց քեզ։